Բարև։ Երևի աշխարհում ինչ-որ միտեղ փղերը սկսել են թռնել, որ եկել հասել ես այստեղ։ Ես 1000 անգամ եկել եմ քո շենքի մոտ ու հետ եմ գնացել։ Բայց հիմա եկել եմ, որովհետև ուրիշ ճար չունեմ։ Ինձ քո օգնությունն է պետք։ Պարզեմ։ Սպասի։ Այն օր հենց դրա համար է եկել։ Եկել է, որովհետև անկախ ամեն ինչից իմ աղբոր ընտանիքն եք։ Դուք եք ինձ ջնջել։ Դուք եք ինձ անարժան համարել ձեր ընտանիքին։ Բայց ես երբեք չեմ մոռացել, որ ինքն եք։ Ու այդ երեխեքին թեկուզ հեռվից միշտ սիրել եմ։ Փողա պետք։ Հա, համադելի վիրահատության համար։ Չի երկար բարակ ներկայացնել։ Ես շատ չունեմ, ասա տենամ ինչքան է պետք, տենամ ինչ եմ անում։ Ոչ բացատրության կարիքն ունես, ոչ էլ արդարանալու։ Լիզ, ուրախ չես։ Կարող է սխալ ես հասկացել։ Ինչը, մատանին։ Ասում տեսել եմ։ Այդ երեխեն ամեն ինչ հասկացել է, այսօր զանգել էր ինձ ու ասում էր, «Հովո, բա դու ինձ ոչ մի բան չունես ասելու»։ Այդ ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ ինչ-որ բանի է սպասում, չէ՞։ Էլ ինչ պիտի ուզի։ Ադել, բայց դու այսքան ժամանակ չես ասել, որ Հովան քեզ դուր է գալիս կամ որ սիրում ես։ Դե հիմա եմ ասում, Լիզ, բայց քո ռեակցիան չեմ հասկանում։ Մտածում ես, եթե սենց պարկածամ, ուրեմն Հավան չէր կարա ինձ հավաներ կամ տենց բան աներ։ Ես տենց բան չասեցի։ Բայց ինչ դեմ կա, Լիզա։ Դե քանի ջուրը չես տարել, դուր խմեմ, էլի։ Մեկ էլ դեմքի տարտայությունը փոխի։ Դուր։ Ո՞նց ես բալես։ Էլի հարկադիրից էին եկել, չգիտեմ ինչ են խոսել, բայց մաման ասաց ինչ-որ բան են պայմանավորվել, ինչ-որ պայմանագիր պիտի կնքեն, գումարը մաս-մաս վճարեն։ Հիմա գնացել է մաման գումարի հետևից, գումարը գտնելու։ Որտեղից։ Այս փողը շատ չի, բայց այս ոսկին լիքը փող արժի։ Բոլորն է շատ թանկ են։ Կտանես լոմբարդ, այս փողն կդնես վրայից, ուսով եմ սկզբի համար կհերիքի։ Հետո իմ մասին էլ մի մտածի, ես կփակվեմ։ Դու ավելավա երեխուդ մասին մտածի։ Լիքը ծախսեր ունես։ Վերջրում։
Արսենը չգիտի, որ եկել եմ։ Չի էլ իմանում։ Սրա մասին ես ու դուք իմանանք։ Վերջապես դու էլ ես ինձ օգնել։ Ժամանակին իմ գաղտնիքն ես պահել։ Չնայած հետագա մերեսով ես անընդհատ տվել։ Վերցրու։ Վերցրու գնա։ Գնա, Լարիս։ Դուրը բաց էր։ Եկել եմ սկզբում իրերը տանը։ Բայց ոնց նայում եմ, ես մի անգամով չի լինի։ Հետո էլի կգամ, հետո էլ հողուն կգա ձեզ կտանի։ Ինչ ա եղել։ Արի դուրս գնա։ Ու ինչքան կգնահատեք։ 900,000 դրամ։ Եթե համաձայն եք, պայմանագիրը կարող են կազմել։ Հա, համաձայն եմ։ Սպասենք Լարիսը գա տեսնեմ այդ ինչ ա օրինել, հետո կշարունակենք։ Ախր մենք երկուսս էլ շատ լավ հասկանում ենք, որ մի օրվա մեջ այդքան փող հաստատ չի գտնելու։ Չգիտեմ ինչ եմ մտածել։ Լավ, ամեն դեպքում կսպասեմ։ Գնացի տուն ու հասկացա, որ քեզ մնա չես գա հաստատ։ Մտածեցի, որ այսօր իսկապես լավ խոսակցություն չունեցանք։ Իդես ես չեմ ուզում, որ դու մտածես, թե Սարիկը իմ թշնամին ա կամ էլ ես ուրախ չեմ, որ Սարիկը ողջ ա մնացել։ Ու շատ լավ գիտես, որ դա դες չի։ Ու ես էլ հասկանում եմ, որ այդ ջղայնությունից ասեցիր։ Բայց էլ մի հասա, հա, ես քեզ խնդրում եմ ուղղակի։ Նույնիսկ մտքովդ մի անցկացրու։ Ախր ես քո սիրտը շատ լավ գիտեմ, է։ Գիտեմ, որ եթե պետք լինի, օգնությանս վազելու Սարիկին էլ, Փիրուզին էլ։ Ինձ էլ եթե մի բան լինի, մի բան պետք է հաստատ պատրաստ ես գաս ու հասնես։ Բայց դեռ ինձ հասկացի։ Ես անհանգստանում եմ ու չեմ ուզում, որ Սարիկի հետ շփվելու պատճառով օրերից մի օր քեզ էլ բերեն բաժին։ Հասկացի։ Հասկանում եմ, մոռացի։ Ճիշտ ես ասում։ Ջղայնացած եմ եղել, ասել եմ։ Շնորհակալ եմ։ Մարդ ձեզ։ Հալիս, Մամ, ինչ եղար, պապան սպասում ա, Վիգեն ջեջանալ եկել ա, որ մեզ իրանց տուն տանի։ հորդ ասա, որ մենք ոչ միտեղ չենք գնու։ Չհասկացա։ Նախնական վճարի փողը կա։ Մնացածը հետո կմտածենք, ես տուն եմ գալիս։ Մամ։
Ես գնամ պապային տեսնեմ ու գամ։ Լիզա, հովոյի մասին հանկարծ ոչ մեկի չասես։ Այդ գաղտնիքը։ Ադել չեմ ասի, որովհետև լավ, ես գնամ պապային ասեմ, որ մաման գալիս է ու գամ մոտդ։ Ոնց հասկանում եմ, էլ սպասելու կարիք չկա, իմաստ չունի, մենք պիտի շատ լուրջ խոսենք։ Պապ, մաման զանգեց գալիս է։ Բա իմ զանգերին ինչի չի պատասխանում։ Չգիտեմ, ասաց գտել է այդ գումարը, դե այդ նախնական վճարը ու բերում է։ Սա նորից եմ հարցում։ Ումից հաուզել։ Պապ, չգիտեմ, անկեղծ չգիտեմ։ Լավ, կգա կասի։ Ուղղակի չգիտեմ ոնց է պայմանավորվել կամ հիմա ինչ է լինելու։ Ստացվում է մենք տնից դուրս չենք գալու։ Այստեղ ես հասկանում եմ ինչ է լինելու։ Լավ, ես գնամ Ադելի մոտ մինչև մաման գա։ Բայց ես 1000 անգամ փորձել եմ պայմանավորվել, չի ստացվել։ Չգիտեմ ոնց արել։ Դու էլ ասում, որ ինչ-որ մեկը կա, փող պետք է տա։ Ինչ ա այդ թեման։ Փակվեց։ Պիտի որ լինի։ Հիմա այդ ավելի շատ կարևոր է, քան տունը։ Երեխուն պիտի վերադենք։ Հետո կհասկանանք մնացածը ինչ ենք անում։ Տեսնես ուր է հասել։